Սա ձեր կենցաղում լրջագույն փոփոխություն է առաջացնում։ Դուք ավելի առաջի հերթին մտածելու եք այն հոգսերի մասին, որ ունի հայ ժողովուրդը, այն իրավունքների մասին, որոնք ոտնահարված են եւ դրա վերականգնման առաջամարտիկն եք ձեզ համարելու, եւ նոր միայն ձեր կենցաղով եք զբաղվելու ձեր անձով։ Սա դաշնակցության երբան ամենակարևոր խորհուրդն է եւ դաշնակցությունը այդ առումով պարզ կուսակցություն չի։ Սա իսկապես ապրելաձև է։ Դուք չեք մտնում մի հերթական քաղաքական կուսակցության մեջ։ Դուք, ինչպես ասացի, փոխելու եք ձեր ապրելաձևը, սա կենսակերպ է, որով դուք պետք է տարբերվեք մյուսներից, օրինակ ծառայելով, թե ինչպես պետք է նվիրվել Հայաստանին եւ հայությանը, որտեղ դուք եք ուխտնեք, ապում հենց այդ երբման պահին։ Դուք երցում եք ծառայել Հայաստանին եւ հայությանը։ Եվ ուրեմն դաշնակցությունը նաեւ իսկապես մի մեծ հայրենասիրության դպրոց է, որտեղ դուք կողք կողքի ձեզ կգտնեք նույն ոգով ապրող ընկերներ եւ իրարից կսովորեք ինչպես ավելի շատ սիրել հայրենիքը։ Եվ իսկապես չկա որևէ ուսում, որևէ կրթություն, որը այդ աստիճանի կարևոր լինի մարդու համար։ Չկա մի ուսում, մի կրթություն, որը եթե օգուտ չի տալիս Հայաստանին եւ հայ ժողովրդին, իմաստ ունի։ Եվ մեր մեծերից մեկը, գիտեք, Ռաֆայել Պատկայանը շատ գեղեցիկ է դա ասել։ Ասել է, եթե ուսումի ունի օգուտ Հայաստան, կկալամ դուալ ուսման տալ վրա։ Եվ սա իսկապես առաջնորդող պետք է լինի այսօր բոլոր կրթության քարոզողների համար, կրթություն քարոզողների համար։ Ումա պետք ձեր քարոզը, ումա պետք ձեր ուսմունքը, եթե դա օգուտ չի տալու Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Եվ ուրեմն իսկապես մենք պետք է հասկանանք, որ միայն այդպես կարող է կրթվել մի ազգ, մի ժողովուրդ, որը կարող է հաղթանակներ տանել, միայն այդ ոգով կարող է սա։ Եվ այսօրվա օրը, որ նաև ընտրել եք որպես ձեր երդման օր, շատ խորհրդանշական է։ Վայրը եւ օրը։ Վայրը այն վայրն է, որտեղ եթե մարդ մի քիչ սկսում է կասկածել իր ուժերի վրա, եթե մի քիչ մտածում է, որ կարող ենք այլևս հաղթանակների ընդունակ չենք, պիտի գա Սարդարապատ, պիտի գա այստեղ եւ ներշնչվի այդ ոգով։ Մենք ժամանակին հենց այդպես էինք անում, երբ որ որևէ մեկը տատանվում էր, գնում էինք Արցախ։ Գնում էինք Արցախ, այդ ողն ու ջուրը մեզ ուժ էր տալիս։ Հիմա մեզ ձեռքից խլեցին Արցախ։ Եվ այս ամենը մենք պետք է կարողանանք որը վերլուծել ու հասկանալ, ինչու դա պատահեց։ Պատահեց, որտեղ այդ ոգին կուլացրեց։ Եվ նորից պետք է հիշեմ Նժդեհն ասում էր, որ ամեն հաղթանակ ժողովրդից է եւ ամեն պարտություն անկարող ղեկավարից։ Սա իրականություն է։ Եվ մեր ժողովուրդը դա փաստել է։ Այս հաղթանակը, որ մենք ունենք Սարդարապատի, դա այո ժողովրդից է։ Այդ հաղթանակի ոգով դաստիարակված սերունդն էր, որ հաղթեց Շուշիում, որ ազատագրեց Արցախը։ Եվ եկավ մի անկարող ղեկավար, որ բերեց պարտություն։ Սա էլ ենք տեսել։ Եվ ուրեմն պետք է այս ամեն ինչից իսկապես շատ խորը դասեր քաղենք։ Մենք պետք է բեկում մտցնենք այս վիճակի մեջ։ Մենք պետք է մեր ժողովրդին վերադարձնենք հաղթանակի բերկրանքը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եվ մեր ավանդույթների համաձայն մենք երբ որ նոր սերունդ է գալիս երդվելու, այդ սերունդին ինչ որ անուն ենք տալիս։ Ես կարծում եմ, որ ամենալավ անունը, որ այս երդվողների կտրվի, դա նոր հաղթանակների սերունդն է։ Դուք պետք է բերեք նոր հաղթանակներ։